Բարև ձեզ Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է ամենակարևորի մարդու առողջության մասին, հարգելի հեռուստադիտողներ, մենք աշխատում ենք ուղիղ եթերում ձեզ նույնպես տալով հնարավորություն մասնակցելու մեր հաղորդմանը եւ ուղղելու ձեր հարցը այսօրվա մեր հյուրին, հիշեցնեմ մեր հեռախոսահամարը 54 89 34 եւ էլեկտրոնային փոստի հասցեն շտապ օգնություն շնիկ Արարատ գծիկ tv.am, որով նույնպես կարող եք ուղարկել հարցերը։ Այսօր հարգելի հեռուստադիտողներ, մենք կրկին սիրով տաղավար ենք հրավիրել սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանին եւ շարունակելու ենք մեր թեման, այս անգամ հիմնականում անդրադառնալով կանանց սեռական խանգարումներին եւ դրանց բուժման ձևերին։ Բարև ձեզ, պարոն Զաքարյան։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եւ էլի եկաք մեզ հյուր։ Ամեն անգամ սովորում ենք ձեր խոսքից։ Ես եմ շնորհակալ, երրորդ անգամ ես հյուրընկալում եմ։ Խնդրեմ, պարոն Զաքարյան, մենք նախորդ անգամ մանրամասն ներկայացրինք տղամարդկանց սեռական խանգարումները, դրանց պատճառները, դասակարգումը եւ այլն, բայց չհասցրեցինք անդրադառնալ կանանց խնդիրներին։ Խնդրում եմ այս անգամ էլ նախ սկսենք դրանց դասակարգումից եւ տարածվածությունից։ Վայնե ջան, ուրեմն չմոռանանք, որ առաջին հաղորդումը մենք նևրոզների մասին խոսեցինք։ Այո, ամենաառաջին որտեղ որ կա սեռական խանգարում, որպես այսպես նախաբան ասեմ, այնտեղ նևրոտիկ գործոնը անպայման կա։ Որտեղ նևրոտիկ գործոն կա, այնտեղ սեռական հարցեր գրեթե միշտ լինում են, մոտավորապես 80%-ի սահմաններում լինում են։ Դրա համար չմոռանանք այդ մեր նևրոզը տնենք մի կողմ, բայց շատ այն կողմ չտանենք։ Այո։ Ուրեմն մանրամասն մենք խոսել ենք իհարկե տղամարդկանց սեռական խանգարումների մասին եւ բուժական հարցերի մասին, բայց այդքան մանրամասն ավելի մի քիչ կխորանանք բուժականի այսօր հիմա կանանց սեռական խանգարումները, որոնք են համարվում կանանց սեռական խանգարումներ եւ դրանք ինչպես են դասակարգվում։ Ահա, կանանց սեռական խանգարումները ինչպես նաև տղամարդկանց սեռական խանգարումներն են գրեթե նույն դասակարգումն է գնում, այսինքն առաջնային սեռական խանգարումներ կա, որը որ ավելի շուտ իրադրության հետ կապված խանգարումներ են, սիտուացիոն խանգարումներ են։ Այո։ Կա օրգանական ֆիզիոլոգիական։ Եկեք դասակարգենք հերթով դասակարգենք։ Այո։ Կա ֆունկցիոնալ սեռական խանգարումներ, որոնք առաջանում են հիմնականում ուրեմն սիտուացիոն գործոնների հետևանքով։ Այո։ Դրանք 4-5 տեսակ են լինում, 4 տեսակ կամ 5 տեսակ են լինում, նայած որ ուրեմն հեղինակի դասակարգում է, դա առաջինը պաթորեֆլեկտոր ձևն է, որը որ առաջանում է սեռական խանգարումը առաջանում է եւ տղամարդկանց մոտ էլ այդպես սեռական խանգարումն առաջանում է հանկարծակի սեռական ակտը ընդհատելու ժամանակ, առաջանում է դոմինանտ կենտրոն ուղեղի ինչ-որ մի հատվածում եւ դա երկար ժամանակ, եթե նա չի բուժվում, եթե նա ուրեմն չի կարգավորվում այդ հարցը, ամուսնու հետ հարցերը չեն կարգավորում, ապա կարող է առաջանալ լիբիդոն կարող է պահպանվել այդ ժամանակ կանանց մոտ, ասենք որ սեռական խանգարումները լինում են, ուրեմն խանգարումներ եմ ասում, սեռականությունը կանանց։ Այո։ Տղամարդկանցը գիտենք լիբիդո, սեռական ցանկություն, էրեկցիա, սեռական անդամի ձգվածություն, էյակուլյացիա, սերմնաժայթքում եւ օրգազմ։ Կանանց սեռականը, ուրեմն էլի լիբիդոն կա, սեռ ազգացողություն կա լյուբրիկացիա, եւ կա օրգազմ։ Այդ 4 խանգարումներ են։ Ուրեմն այս պաթոլոգիայի ժամանակ, առաջին պաթոլոգիայի ժամանակ լիբիդոն չի փոխվի, շատ կարճ ժամանակահատվածում լիբիդոն չի փոխվի, բայց կարող է առաջանալ օրգազմի խանգարումներ եւ լյուբրիկացիայի խանգարումներ։ Պատկերացրեք, հանկարծ սեռական ակտը ընդհատվեց։ Կատաստրոֆա։ Այո։ Ընդհատվեց, ուրեմն հաջորդ անգամ եթե այդ կինը սեռական հարաբերության ժամանակ կարող է այնքան ֆիքսված լինել իր ուղեղում, կենտրոնական նյարդային համակարգի կողմից այնքան ֆիքսված լինի, որ նա չկարողանա հասնել արդեն օրգազմի։
եւ աստիճանաբար կարող է հետագայում կարող է դա ազդել նաեւ լիբիդոյի վրա։ Այո։ Սա ավելի շատ լինում է անփորձ կանանց մոտ, երիտասարդ աղջիկների կանանց մոտ կարող է առաջանալ, որոնք որ ոչ կյանքի փորձ ունեն, ոչ սեռականի փորձ ունեն, ոչ ընտանեկան փորձ ունեն, եւ շատ կարող է կապված լինել սա թե որտեղ է այդ սեռական ակտը ընթանում, ինչ հանգամանքներում, ինչ տեղ է, ում հետ եւ այլն, այնքան հարցեր կան այստեղ, որ այդ չասած։ Պարոն Զաքարյան, ես հիշում եմ, որ նախորդ հանդիպման ժամանակ դասակարգման ընթացքում դուք առանձնացրեցիք հոգեբանական խնդիրների պատճառով առաջացող սեռական խանգարումները եւ զուտ ֆիզիոլոգիական խնդիրների պատճառով, այսինքն երբ խոսքը գնում է ուղղակի մարդու հոգեբանության մասին, որը ասենք թե ձեր նշած օրինակով, կարող է ինչ-որ մի պատճառով մարդը ընկճվել եւ հոգեբանորեն չտրամադրվի հաջորդ սեռական հարաբերությանը։ Իսկ ֆիզիոլոգիական խնդիրները արդեն ավելի բժշկական մոտեցում էին պահանջում, մյուսները հոգեբանական, հոգեթերապևտիկ, սրանք բժշկական։ Հենց սկզբից ասեմ, որ ինչ սեռական խանգարում որ լինի, բոլոր խանգարումների ժամանակ հոգեթերապևտիկ բուժումը, հոգեթերապևտիկ կարգավորումը անպայման պետք է լինի։ Առանց հոգեթերապիայի սեռական խանգարում չեն բուժում, մանավանդ շեշտում եմ կանանց մոտ։ Այո։ Մանավանդ կանանց։ Մինչև բուժմանը անդրադառնալը եկեք դասակարգումից անցնենք։ Չէ, դասակարգում լրիվ չեն կարել, Շուտ դասակարգումը ես անցնեմ։ Երկրորդ ձևը ուրեմն աբստինենտ ձև կա, սեռական խանգարման, որ երկար ժամանակ եթե կինը չի ունենում սեռական հարաբերություն, սեռական կյանքով չի ապրում, նա մոտ կարող է առաջանալ այսպես կոչված այդ աբստինենտ ձևը, այդ ընթացքում սեռական ցանկությունը կարող է իջնել։ Սկզբնական մի փոքր կարող է բարձրանալ, հետո կարող է իջնել, հետո մտքով էլ արդեն չի անցնի։ Եվ ինձ շատ են հարցնում, այդ հարցը շատ են տալիս։ Մանավանդ միջին տարիքի կանայք հարցնում են, եթե սեռական կյանքով նորմալ ապրել է կինը, հանկարծ ինչ-ինչ պատճառներով ընդհատվել է սեռական կյանքը։ Այո։ Ենթադրենք ամուսինը չկա, ամուսնալուծված են կամ Աստված չանի մահացած է ամուսինը եւ այլն, ինչ կարող է լինել այդ կնոջ հետ։ Ոչ մի շատ ծանր ինչ որ բաներ չի լինի։ Կյանքին սպառնացող վտանգ չկա, բայց կարող են առաջանալ նյարդային լարվածություն կարող է առաջանալ, նևրոտիկ բնույթի գանգատներ կարող են ունենալ եւ քնի խանգարումներ կարող է լինել այդ կնոջ մոտ, բայց այդքան շատ նրա սեռական ցանկությունը բարձր չի լինի, որ ինչ որ ուրիշ բաներ առաջանա։ Բացի այդ կարող է ինչ որ տեղ առաջանալ փոքր կոնքի խորոչի օրգանների կողմից, վարաններն են, փողերն են եւ այլն, այդ օրգանների կողմից կանանց կարող են առաջանալ կանգային երևույթներ, որը որ կարող է ինչ որտեղ ցավ պատճառել, անդուր տհաճ զգացողություններ առաջանալ այդ կնոջ մոտ։ Դա բուժում են գինեկոլոգները, բայց լիարժեք բուժում չի առաջանում, մինչև նորմալ սեռական կյանքը չվերականգնվի։ Այո։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Երկրորդ տեսակն են հասկացան։ Մյուսը սեռական խանգարումներ, որոնք որ կարող են առաջանալ լավ, ես չեմ ուզում շատ խորանալ, երկրորդային սեռական խանգարումներ կան, որոնք որ որևէ հիվանդության արդյունք են։ Առաջին ամենամեծ խումբը դա նևրոզներն են, որի մոտավորապես 80% դեպքերում առաջանում են սեռական այս կամ այն խանգարումները կանանց մոտ, նևրասթենիայի ժամանակ հիմնականում առաջանում են ընդհանուր բնույթի գանգատներ կարող են առաջանալ, լիբիդոն այդքան շատ չի փոխվի, օրգազմի վրա կարող է մի քիչ ազդել, հիստերիկ նևրոզի ժամանակ կարող են առաջանալ արդեն ցանկության, սեռական ցանկության խանգարումներ են առաջանում, շատ հավանական է, որ ենթադրենք ամուսնու նկատմամբ ցանկությունը իջնի, բայց ուրիշ տղամարդկանց նկատմամբ շատ բարձր կարող է լինել, բայց եթե չկարգավորվի ամեն ինչը, եթե բուժումներ չլինի եւ կարող է բոլոր տղամարդկանց նկատմամբ ցանկությունը իջացնել, լիբիդոն կարող է իջնել։ Եվ կպչուն մտքերի կամ վախի նևրոզների ժամանակ այստեղ հիմնականում լիբիդոն է տուժում, հիմնականում, որովհետեւ պատկերացրեք մարդը վախի տագնապի զգացողություն կա, անքնություն կա, ինչ որ վատ բանի անընդհատ սպասում, ինչ սեռականի մասին է խոսքը։
Սա նևրոզների ժամանակ կարող են առաջանալ տարբեր հիվանդությունների ժամանակ, օրինակ էնդոկրին հիվանդությունների ժամանակ մանավանդ, սա էլ շեշտենք, մանավանդ վահանաձև գեղձի պաթոլոգիաների ժամանակ, հիվանդությունների ժամանակ, զոբի ժամանակ կարող է սեռական ցանկությունը իջնել։ Եվ ընդհանրապես էնդոկրին հիվանդությունների, ներքին սեկրեցիայի գեղձերի հիվանդությունների ժամանակ մի քանի ուղղությամբ է առաջանում սեռական խանգարումները, նույնը տղամարդկանց մոտ էր։ Առաջինը առաջանում է անգիոպաթիաներ, անոթներն են նեղանում, անոթների աշխատանքն է վատանում, արյան մատակարարումն է վատանում եւ գլխուղեղի եւ մնացած օրգան համակարգերի անոթները վատանում են։ Երկրորդը նեյրոպաթիաներն են, նյարդերի, ուրեմն վիճակն է շատ վատանում, ավելի գերգրգռված կարող են դառնալ, այստեղ նևրոզներ կառաջանա իհարկե, եւ երրորդը էնդոկրին խանգարումներ կարող են առաջանալ։ Այս երեքը պատկերացրեք իրար հետ, մեկը առանցին խանգարում կարող է տալ։ Երեքն էլ պատկերացրեք գումարենք իրար, ինչ խանգարումներ կարող են առաջանալ։ Դրա համար շատ հաճախ մենք այդ կանանց կամ այդ տղամարդկանց ուղարկում ենք էնդոկրինոլոգների մոտ կոնսուլտացիա, տեսնենք վահանաձև գեղձը նորմալ վիճակում է գտնվում, թե չէ։ Շատ մեծ նշանակություն ունի նաև մնացած հորմոնները։ Բայց առավելապես վահանաձև գեղձին ուշադրություն եք դարձնում։ Անպայման պետք է ուշադրություն դարձնել։ Որովհետև կապը մեծ է։ Պարոն Զաքարյան, էլի կա դասակարգման։ Դասակարգման կա։ Հոգեկան հիվանդությունների ժամանակ էլի կարող են առաջանալ այս կամ այն սեռական խանգարումները։ Օրինակ շիզոֆրենիայի ժամանակ, դա մեծ հոգեկան հիվանդության ժամանակ բոլոր 4 կոմպոնենտներն էլ 4 բաղադրիչներն են կարող են իջնել կամ շատ բարձրանալ։ Այ ասում են, չէ՞, սեռական ցանկությունը շատ բարձրացավ կամ շատ իջավ։ Նույնը կարող է լինել նաև ուռուցքային գլխուղեղի ուռուցքների ժամանակ, ուռուցքային հիվանդությունների ժամանակ, եթե հիպոֆիզի ուռուցքներ կան, կարող է սեռական ցանկությունը շատ բարձրանալ, դա կապված կարող է լինել էլի ներքին սեկրեցիայի գեղձերի հետ։ Գինեկոլոգիական հիվանդությունների ժամանակ կարող են առաջանալ այս կամ այն սեռական խանգարումները։ Օրինակ բորբոքային պրոցեսներն են, ուռուցքներն են, կանացի եւ այլն փողերի հիվանդություններն են, որը որ կարող է բերել էլի սեռական այս կամ այն խանգարումը։ Այո, խնդրում եմ ասեք, թե հենց սեռական գեղձերի արտադրությունը, հա, ինչ կապվածության մեջ է լինում սեռական ցանկության հետ, որովհետև մենք գիտենք, որ եթե կնոջ մոտ ընդհանուր նյութափոխանակության խնդիրներ կան եւ դրանց հիմքում առավելապես ընկած են կանանց սեռական գեղձերի դիսֆունկցիան, հա, այդ դեպքում նույնպես հատկապես տարիքի հետ կապված առաջ են գալիս խնդիրներ։ Տարիքային փոփոխությունները։ Հիմա ասեմ, ուրեմն նախ պետք է բոլորս էլ իմանանք, բոլորն էլ իմանանք, որ եւ տղամարդկանց եւ կանանց սեռական ցանկությունը պայմանավորված է տեստոստերոն հորմոնով, տղամարդու այդ հորմոնով, տեստոստերոն հորմոնով, եւ կանանցը եւ տղամարդկանցը։ Եվ նայած թե ինչ տարիքի կին է կամ աղջիկների կամ կանանց մոտ, նայած թե ինչ տարիք, այս կամ այն սեռական խանգարումներն են լինում։ Օրինակ փոքր տարիքի, փոքր եսի նկատի ունեմ 16, 17, 18, 20 տարեկան աղջիկների մոտ այդքան սեռական ցանկություն է մեծ է, բայց այն աստիճանի չի, որովհետև նրանք եթե չեն ապրում նորմալ սեռական կյանքով չեն ապրում, նրանց մոտ այդքան ցանկություն չի լինի, բայց այն կանայք, այն աղջիկները, որոնք սեռական կյանքով նորմալ ապրում են, ընդհանրեն 20-ից 30-35 տարեկան են, այն նրանց մոտ աստիճանաբար սեռական ցանկությունը կարող է բարձրանալ։ Եվ եթե այդ բավարարվածությունը կա, այդ ամեն ինչը կա, նա երջանիկ կապրի, երջանիկ ուրեմն ընտանիք կունենա, ամուսին կունենա, նորմալ մթնոլորտում կապրեն, բայց դրանից հետո արդեն մոտավորապես 40 տարիքից հետո կանանց մոտ, նաև տղամարդկանց մոտ արդեն կլիմակտերիկ շրջանն է գնում։ Այո։ Չէ՞, շատ մեծ փոփոխություններ կարող են առաջանալ այդ շրջանում։ Այսինքն կլիմաքսից հետո կանանց մոտ սեռական ցանկություն ընդհանրապես չի լինում այլևս, թե տատիկների մոտ էլ կա շատ սեռական ցանկություն, ենթադրենք 60, 70, 80, 90 եւ այլն տարիքի սեռական ցանկությունը, չէ, կապ ունի, իհարկե կապ ունի, բայց այդ
մենք չենք համեմատի, ենթադրենք 60 տարեկան կնոջը համեմատենք 40 տարեկան կնոջ հետ։ Իհարկե 40 տարեկանի մոտ ցերական ցանկությունը բարձր է, բայց երբեմն լինում է, որ ենթադրենք մինչև 40 տարեկան այդքան շատ ցերական ցանկություն չունի, լիբիդոն այդքան շատ չի, բայց դրանից հետո այդ կլիմակտերիկ շրջանում ցերական ցանկությունը կտրուկ կարող է բարձրանալ։ Նման դեպքեր են լինում փաստորեն։ Լինում են։ Պարոն Զաքարյան, քանի որ նախորդ մեր հանդիպումից հետո էլեկտրոնայինով հարցեր շատ ենք ստացել, ես առանձնացրել եմ հենց այսօրվա թեմային վերաբերող հարցերը, ընթերցեմ դրանցից առաջինը, հեռուստադիտողը գրում է, խնդրում եմ ասեք, նորմալ է համարվում, եթե 45 տարեկան կնոջ մոտ սեռական հարաբերության ցանկություն է առաջանում ամսվա մեջ ընդամենը մի քանի անգամ, եւ եթե կան նորմալ համարվող թվեր, խնդրում եմ ներկայացրեք դրանք։ Շատ հետաքրքիր։ Եթե հիշում եք տղամարդկանց դեպքում նույնպես այսպիսի հարց էինք ունեցել օրվա կտրվածքով։ Ամեն մարդ ունի իր անհատական կարողությունները, ընդհանուր կարողությունների մասին եմ ես ասում, եւ ֆիզիկական, եւ մտավոր ունակությունները, եւ այլն, այդ թվում նաեւ իհարկե սեռական է։ Այո։ Մեկը կարող է ունենալ սեռական ակտ, ենթադրենք շաբաթը 7-8 անգամ, այսինքն ամեն օր, այն մեկն էլ կարող է ունենալ, ենթադրենք ամիսը 1-2 անգամ կամ մի քանի ամիսը մի անգամ կամ 2 անգամ, դա իր համար նորմալ կլինի։ Բայց եթե կողքը նորմալ, այդ կնոջ կողքը նորմալ տղամարդ է, նորմալ կին է, ամեն ինչը արվում է այնպես, ինչպես որ իրենք են ցանկանում, իրենք են ուզում, որովհետև սեքսոլոգիայում այսպիսի տերմին գոյություն ունի թույլատրության օղակ հասկացողությունը, թե մեկը մյուսին անկողնում, մեկը մյուսին համապատասխանում են, թե չեն համապատասխանում։ Կուզենար, ենթադրենք կինը, որ ինքը ավելի ակտիվ լիներ, թե ավելի պասիվ։ Կուզենար, որ ամուսինը ավելի ակտիվ կամ պասիվ լիներ։ Ամուսինը կուզենար, որ կինը ակտիվ կամ հասկանում եք ոնց է, եթե թույլատրության օղակը նեղանում է, այսինքն կամ չեն հասկանում իրար, կամ ամաչում են իրարից, այդ նույն ամուսինը կամ նույն կինը ուրիշ ամուսնու կամ ուրիշ տղամարդու հետ, ուրիշ կնոջ կամ ուրիշ տղամարդու հետ կարող է շատ ազատ լինել։ Իրենց զգացմունքները այսպես արտահայտել, բայց նույն ամուսինները իրար հետ կարող է եւ կաշկանդվեն։ Այդ կաշկանդվածությունը կարող է իջեցնել կնոջ լիբիդոն։ Այո։ Լիբիդոն իջավ, հետո արդեն կարող են առաջանալ նևրոտիկ ռեակցիաներ, նևրոզ առաջանալ, ամուսնական կոնֆլիկտներ առաջանալ, ընդհուպ, մինչև կարող է եւ ամուսնալուծության գնալ։ Դրա համար Եվ այդ օղակի թույլատրելիության սահմանները որոշում է հենց զույգը փաստորեն։ Պետք է որովհետև ոչ մեկը չի կարող թելադրել, որ սա է թույլատրության սահմանը, սա կարելի է, սա ոչ թե։ Այո, կան սեքսոպաթոլոգներ, թող կան սեքսոպաթոլոգների մոտ, թող գնան սեքսոպաթոլոգների մոտ, իրենք կասեն, ենթադրենք կնոջ հետ մենք առանցին զրուցեցինք, ամուսնու հետ առանցին ենք զրուցում, հետո իմի ենք բերում այս ամեն ինչը, հետո ասում ենք, գիտեք ինչ կա, ավելի լավ կլինի այսպես ունենակ հարաբերություն կամ ինչ որ մի ձևով, որ կարողանան մեկը մյուսին հասկանան, մեկը մյուսի բավարարվածություն ստանան։ Եթե ես ասեմ Հայաստանի կանայք, թող բան չթվա մեզ, մի քիչ այսպես վատատես չլինենք, մոտավորապես 60%-ից ավել անբավարար են Հայաստանի կանայք։ Դա ես ամենաքիչն եմ ասում։ Պարոն Զաքարյան, ձեր կարծիքով ինչու են հայ կանայք այդքան համեստ պահում իրենց եւ եթե իսկապես խնդիրներ ունեն այս տեսակետից չեն բարձրաձայնում եւ իրենց ընտանիքում, հա, իրենց ամուսինների մոտ եւ մասնագետների։ Ոչ միայն հայ կանայք։ Եթե մենք վիճակագրությամբ ասենք, ըստ տարբեր հեղինակների 17-ից 18-20-ից մինչև 70 քանի տոկոս անբավարար են կանայք, այսինքն անբավարար եսի նկատի ունեմ արգազմի չեն հասնում։ Այո։ Եթե նա ունեցավ սեռական ակտ, արգազմի չհասավ, չկարողացավ տղամարդը հասցնել արգազմի կնոջը, կինը երկրորդ անգամ, երրորդ անգամ, չորրորդ անգամ արդեն նա կխուսափի ամուսնուց։ Էլ չի ուզենա։ Ամեն օր մի պատճառ կգտնի, մի օր արթուկ կանի, մի օր լվաց կանի, մի օր կինո կնայի, մի օր հյուր կընդունի, մի օր հյուր կգնա եւ այլն, մի օր ֆիզիոլոգիական օրերը կլինի ուրախ զվարթման կգա, հասկանում եք ոնց է, նա անդադ կխուսափի։ Այո։ Բայց եթե կարողանում են երկուսով գտնեն միակ այդ ելքը
նորմալ ունենան, նորմալ սեռական կյանքով ապրեն, թեկուզ բժիշկների օգնությամբ, գինեկոլոգներ կան, էլի ասենք սեքսոպաթոլոգներ կան, որոնք որ խորհուրդ կտան ինչ անեն կամ ինչ չանեն, ոնց արվի, որ նորմալացվի այդ ընտանիքի մթնոլորտը։ Դա միայն սեռականի մասին չի։ Այսօր տվեք այդ խորհուրդները։ Տեսեք, մենք հարց ենք ստացել հենց նոր գովազդի ժամանակ, հեռուստադիտողը գրում է ես իմ սեռական կյանքով ամուսնուս հետ ապրում եմ, կարծես պարտականության պես եւ չեմ հիշում, որ բազմաթիվ լինեն այն դեպքերը, երբ ես ինձ բավարարված զգամ, խնդրում եմ ասեք, թե ինչ անեմ։ Նման դեպքերում անպայման մի քանի հարց պետք է տանք։ Նման դեպքերում պետք է իմանանք ինչքան է տևողությունը սեռական ակտի։ Շաբաթը քանի անգամ են ունենում սեռական հարաբերություն։ Սիրախաղը մեկը մյուսին բավարարում է թե չէ, այսինքն այդ թույլատրության օղակը մեկը մյուսին բավարարում է թե չեն բավարարում։ Ենթադրենք ամուսինը, ենթադրենք մի քանի վայրկյան ունեցավ հարաբերություն ու սերմնաժատքում եղավ, իհարկե այդ կինը անբավարար կմնա։ Կամ եթե երկար շարունակվեց կհոգնեն, երկուսն էլ կհոգնեն, այսինքն պետք է գտնել միջին, ոսկե միջինը պետք է գտնեն, որպեսզի կարողանան երկուսն էլ կարողանան սեռական այդ բավարարվածությունը ստանան։ Եվ նայած ինչ պայմաններում են, նայած ընտանեկան ավելի շուտ բնակարանային պայմանները եւ այլն, այդ ամեն ինչը նշանակություն ունի, շատ մեծ նշանակություն ունի։ Ինչպես են ասում, պատրաստի դեղատոմս չկա։ Սա յուրաքանչյուր դեպքի համար կույրաղիքի օպերացիա չի, որ մի անգամից անեն, դուրս գրեն, ասեն ապակինվեցիք, դուրս եկեք, գնացեք, հիվանդ չեք։ Այստեղ պետք է բացի բուժումը, պետք է նաև կարգավորում անի։ Սեռական ընդհանուր երկուսի հոգեբանական եւ հոգեթերապևտիկ կարգավորում պետք է անի, որ մեկը մյուսին կարողանան հասկանան։ Պարոն Զաքարյան, ենթադրենք այն իրավիճակն է, որ դուք նկարագրեցիք եւ ամուսնու մոտ կամ շատ արագ է տեղի ունենում այդ ամենը, կամ շատ դանդաղ, եթե հիշում եք նախորդ հաղորդման ժամանակ մենք նույնիսկ հարց ունեինք, կինը զանգել էր հեռախոսով եւ հարցնում էր շատ երկար է տևում ամուսնուց մոտ այդ process-ը եւ ինձ մոտ արդեն բոլոր ցանկությունները կորչում են։ Այս դեպքում, երբ հնարավոր է միջամտել տղամարդու ֆունկցիայի նորմալացմանը, հա, եւ այստեղ ամեն ինչ իր չափ ունի, չէ՞, Կարինե ջան։ Այո։ Ուտելն էլ իր չափ ունի, քնելն էլ իր չափ ունի, վազելն էլ, աշխատելն էլ, ամեն ինչը իր չափ ունի նաև սեռականը։ Չնայած սեռականը այն չափը չի, որ մենք ենթադրենք կերանք, կշտացանք եւ այլն։ Չէ։ Այստեղ մի քիչ ավելի ուրիշ արմատներ կա, ավելի խորը հարցեր կա, ավելի հոգեբանական հարցեր կա։ Եվ այնտեղ որտեղ որ երկուսն են կին եւ տղամարդ, ամուսինները կամ զուգընկերներ ասենք, զուգընկերուին երկուսով են։ Եթե մեկի մոտ կա ինչ որ մի խնդիր, մի խնդրեմ կա, այն մյուսը պետք է պատասխան տա։ Այն մյուսի մոտ կա, այսինքն այստեղ ոչ թե միայն բուժման հարցն է, նաև պետք է կարգավորվի։ Նրանց սեռական ոլորտը պետք է կարգավորվի, որ կարողանան եւ հոգեկան, եւ հոգեբանական, եւ սեռական, եւ այդ բավարարվածությունը նրանք ստանան։ Թե չէ ինչ է նշանակում, ամուսինը իր սեռական ակտը ունեցավ, շուռ եկավ պատի կողքը քնեց, այդ խեղճքին էլ սկսեց տանջվել ամեն գիշեր։ Այո։ Եվ այդպես շարունակ ամիսներ արդեն նա կխուսափի սեռականից, կամ ընդհակառակը։ Շատ երկար տևեց, կինը կհոգնի, չի ուզի, արդեն էլի կխուսափի։ Պատկերացնում եք ինչ իրադրությունների մեջ են։ Դրա համար կարգավորում է պետք է բուժման մասին ենք խոսում, կարգավորման բուժման մասին, կրկին առաջին տեղում այդ հոգեբանական, հոգեթերապիայի պահն է, այո, եւ նաեւ իհարկե եթե կարիք կա դեղամիջոցներով միջամտությունն է, որպեսզի զուտ այդ ֆիզիոլոգիական պահերը կարգավորվեն։ Հարցերի մասին հիմա կխոսենք, ես այսպես կարմիր թելով գնում է, չէ՞, մեր հաղորդումների մեջ նևրոզը կարմիր թելով գնում է։ Բացի այդ, այստեղ այն հարցն է, որ կին տղամարդ հարաբերությունները անպայման մենք պետք է նժարի վրա դնենք, հավասարակշռենք այս երկուսին։ Թե չէ մեկը ծանրացավ, մեկը կթեթևանա եւ անհամատեղելիություն, անհամապատասխանություն, աններդաշնակություն, դիսգարմոնիա կարող է լինել եւ իրեն հետևանքներով։ Իսկ բուժումը էլի
հնարավոր չի, որ նույն բուժումը, նույն բաներով, նույն բառերով ասենք, չէ, ամեն մեկը ունի յուրահատկությունը, չէ, յուրահատուկ մոտեցում եւ բուժման եւ կարգավորման հարցերում։ Մենք առանցին եւ կնոջ հետ ենք ուրեմն պսիխոթերապևտիկ սեանսներ անցկացնում, զրույցներ անցկացնում եւ ամուսնու հետ ենք անցկացնում եւ երեքով նստում ենք շատ մանրամասն է պետք քննարկել այս հարցերը, ասենք մեկ զույգի հետ աշխատանքը սովորաբար, բնականաբար դա էլ է տարբեր, գուցե մեկը հենց առաջին սեանսից իրեն լավ զգա, մյուսը 10-րդ սեանսից նույնպես։ Չի բացառում, որ մի 10-15 րոպե մարդկանց բացատրեք ինչ է, ինչոց է, ամեն ինչը նորմալանա։ Բայց քիչ չի դեպքերը, որ պսիխոթերապիայի, գիպնոթերապիայի սեանսներ են անցկացնում, բացատրողական աշխատանքներ են տանում, ասում ենք ոնց ամուսնուն բացատրում ենք ինչպես ունենալ հարաբերություն, ինչ դիրքերով եւ այլն, այդ ամեն ինչը պետք է չափավորված ասվի եւ իրենք պետք է չափավորված անեն այդ ամեն ինչը, որ չխուսափեն իրար հետ հանդիպելուց։ Մենք չխոսեցինք վագինիզմի մասին, ես կուզենայի առանցին խոսել մի քանի բառով ես վագինիզմի մասին, որովհետև այս վերջին տարիներս քանի նևրոզները շատացել են, այդ վագինիզմ կոչվածները բավական շատացել են։ Մի երկու խոսքով ասեմ, հա։ Ինչու է դա այդքան շատացել։ Ուրեմն վագինիզմը դա ըստ եթե մենք բնորոշենք Սվյադշկար, այդպիսի հեղինակ կար, Լենինգրադի հեղինակ էր, ըստ Սվյադշի վագինիզմը դա հեշտոցի մկանների, որովայնի առաջնային պատի մկանների, կոնքի հատակի մկանների, ազդրերի վերին երրորդի ներսային մկանների ինքնաբերաբար ցավոտ կծկումներն են սեռական ակտի ժամանակ կամ միայն այդ մասին մտածելիս։ Ահա։ Այսինքն կրկին նևրոտիկ։ Այո, 3 աստիճանի է լինում, առաջին, երկրորդ, երրորդ։ Առաջին աստիճանը, երբ որ սեռական այդ ներհրման ժամանակ է առաջանում տղամարդու սեռական անդամի, երկրորդ աստիճանի վագինիզմը, որ միայն սեռական օրգանների շփման ժամանակ առանց որևէ սեռական ակտի, եւ երրորդ աստիճանը, որ կինը մտածում է, ահա հիմա ես ունենալու եմ սեռական ակտ առանց շփման, արդեն սկսում են այդ ցավերը, այդ կծկումները, բավական տհաճ երևույթ է եւ տղամարդու համար եւ կնոջ համար շատ տհաճ երևույթ է։ Եվ կարող է լինել կեղծ վագինիզմ, իսկական վագինիզմ, նևրոզների ժամանակ, նևրաստենիայի ժամանակ կարող է առաջին աստիճանի, հիստերիայի ժամանակ երկրորդ, կպչուն մտքերի կամ վախի նևրոզի ժամանակ երրորդ աստիճանի հիվանդը։ Կարող են առաջանալ նաև բորբոքային պրոցեսների հետևանքով, կարող են առաջանալ սխալ սեռական դաստիարակության հետևանքով դա կարող է առաջանալ բռնաբարության կամ բռնաբարության փորձի ժամանակ կարող է առաջանալ, որ փորձել են բռնաբարել, վագինիզմ կարող է առաջանալ։ Այո։ Այսինքն շատ այստեղ գործոններ կան եւ կա բուժման, հատուկ բուժման մեթոդներ կան, դա միայն անում են այդ բուժման մեթոդները սեքսոպաթոլոգներն են անում, դա ավելի շուտ սեքսոլոգիական խնդիր է, քան գինեկոլոգիական կամ ուրոլոգիական բան չի։ Հիմնականում սեքսոպաթոլոգներն են անում եւ բավական մեծ արդյունքներ են մենք ստանում վագինիզմի բուժման մեկ արդյունք։ Եվ չեմ ուզում շատ երկար խոսել։ Պետք է անպայման զույգը գա եւ երեքով կատարվի։ Պարտադիր, որովհետեւ ես նորից կրկնեմ, մարդու միակ ֆունկցիան է սեռական ֆունկցիան, որ երկուսով են։ Կին տղամարդ։ Չեմ ասում 3-ին, 4-ին, 5-րդ։ Այո։ Նույնպես չեմ ասում, երկուսով են։ Կին տղամարդ, եթե մեկի մոտ որևէ խնդիր կա, այն մեկը պետք է անպայման պատասխան տա։ Այո, մեր հեռուստադիտողներից մեկը այսպիսի հարց է գրել, այսօր ակտիվ են հատկապես էլեկտրոնային փոստով, ասում է, բարև ձեզ պարոն Զաքարյան, ես ուզում եմ ձեզ ասել, որ իմ զուգընկերը ինձ կարելի ասել հիշում է միայն, երբ գինով ցած է լինում, ես նրան հավանում եմ եւ նա նույնիսկ այդ վիճակում ինձ դուր է գալիս, բայց նաեւ շատ վատ եմ զգում եւ ինքս ինձ հասկանում եմ, որ վիրավորված եմ։ Ինչու ինձ երբ նա գինովցած չէ, չի հիշում, ես ինչպես ինձ պահեմ, չգիտեմ սա ինչքան է վերաբերում սեռական խանգարումներին, բայց ասացված կա, չէ, in vino veritas, գինու մեջ է ճշմարտությունը։ Այո, եթե մի քիչ հարբած, մի քիչ գինով ցած հիշում է, ուրեմն այդ վատ չի։ Ուրեմն ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ նորմալ է։ Հասկանալի է։
Մյուս հեռուստադիտողի հարցը, որ վաղուց էինք ստացել, մի րոպե, ահա սա է։ Երիտասարդ մայրիկ է գրողը, ասում է, մեր բնակարանային պայմաններն այնպիսին են, որ չենք կարող առանձին սենյակներ չունենք երեխաներից եւ մեր 7 եւ 5 տարեկան երեխաները նույն սենյակում են գիշերում, որտեղ եւ մենք եւ դա պատճառ է դառնում, որ ես հաճախ մերժեմ ամուսնուս։ Խնդրում եմ ասեք, երեխաների ներկայությունը այս դեպքում ինչքան կարող է բերել հիվանդագին խնդիրների մեզ մոտ։ Իհարկե պետք է իրենք գտնեն որևէ տարբերակ։ Երեխաները գնում են դպրոց ենթադրենք, ասենք մանկապարտեզ են գնում, դպրոց են գնում կամ ժամանակ տրամադրեն դրա համար, ինչ որ մի ժամանակ գտնեն ամուսինները, որ կարողանան այդ ինտիմ հարցերով իրենք զբաղվեն, անպայման չի եւ ես խորհուրդ չէի տա երբեք երեխաների մանավանդ 7 տարեկան երեխան արդեն բավական շատ բաներ է հասկանում։ Պետք չի որ 7 տարեկան երեխան տեսնի ծնողները ինչով են զբաղված։ Նա մոտ կարող է ասոցացվի շատ բացասական բաներ կարող են առաջանալ վաղ մյուս օրը նրա մոտ հանկարծ սեռական ինչ որ ուրիշ հարցեր չառաջանան եւ նևրոզ չառաջանա։ Այո։ Պետք է իրենք կարողանան գտնել Ենթադրենք գնացին երեխեքը գնացին խաղալու, տարան տատիկի տուն, տարան ինչ-որ մեկի տուն, թողեցին երեխաները մի ժամում, 2 ժամով կամ բակում խաղում են երեխեքի հետ, գտնեն իրենց համար ինչ-որ մի պարզ բան է։ Հաջորդ հարցը կրկին կինն է գրում, ասում է պարոն Զաքարյան, խնդրում եմ ասեք, որքանով է պահպանվում կանանց մոտ սեռական ֆունկցիան այն դեպքում, երբ վիրահատական ճանապարհով հեռացվել են կանանց սեռական օրգանները, մասնավորապես արգանդը։ Արգանդը թե ձվարանները։ Եթե արգանդը հեռացվում է, բայց ձվարանները չեն հեռացվում կամ ձվարաններից մեկը հեռացվում է, երկրորդ ձվարանը ֆունկցիան վերցնում է իր վրա եւ այդ հորմոնալ ֆոնը կնոջ մոտ պահպանվում է։ Շատ հնարավոր է, որ ոչ մի սեռական խանգարում նրա մոտ չառաջանա, ինչպես ես ասեցի, տղամարդկանց մոտ է, եթե մի ամորձին հեռացնում են, մի ամորձին, այն մյուս ամորձին կարողանում է ֆունկցիան վերցնել իր վրա, այդ տեստոստերոնի քանակը պահպանվում է արյան մեջ, նույնը կնոջ մոտ, կնոջ սեռական հորմոնները պահպանվում են մի ձվարանի միջոցով, արգանդը այդքան մեծ նշանակություն չունի այստեղ։ Եթե ինչ-ինչ պատճառներով հեռացված է։ Հենց որ այստեղ ավելի շատ կարող է հոգեբանական ինչ-որ գործոն լինել, որ տեսեք իմ արգանդը հեռացված է, ես ամեն ինչից ձեր քաշեցի, պրծավ, վերջացավ, գնաց ամեն ինչը փակվեց, չէ, այդպես չի։ Նա սեռական ցանկությունը պահպանված է։ Այո։ Հուսով եմ դա իհարկե տղամարդու վերաբերմունքը շատ մեծ նշանակություն ունի։ Նա հայացքը ինչպես նայի, ժեստերը, մի փոքր քաղցր խոսքը, մի հատ վարդ բերեն, կարմիր վարդ տան։ Հասկանալի է։ Շատ շնորհակալություն, պարոն Զաքարյան, մեր ժամանակը սպառվեց, ինձ հուշում են արդեն, որ եթերի ժամանակը սպառվել է, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, հուսամ մեր հեռուստադիտողուհիները լսեցին իրենց հարցերի պատասխանները։ Ջանել չհասցրեցինք, մենք տղամարդկանց բուժման մասին էլ պիտի խոսեինք ախր։ Տղամարդիկ թող համբերեն, այսօրվա հաղորդումը ամբողջությամբ մարտի 8-ի թեմայով է։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր տաղավարում էր Մարատ Զաքարյանը, սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ, եւ մենք խոսում էինք կանանց սեռական խանգարումների մասին, դրանք փաստորեն կարող են լինել բազմատեսակ եւ բազմաթիվ ծագումնաբանական հիմքերով, այսինքն եւ հոգեբանական եւ ֆիզիոլոգիական եւ նույնիսկ պարոն Զաքարյանը նշեց, որ օրինակ կենցաղային պայմանները կարող են հանգեցնել սեռական խանգարումների, այնպես որ այդ խնդիրները անհատական մոտեցում են պահանջում եւ իհարկե սեքսապաթոլոգի խորհրդատվություն եւ նրա կողմից նշանակված եւ իրականացվող բուժում։ Եթե ունեք խնդիրներ, անպայման դիմեք սեքսապաթոլոգի։ Այսօրվա համար այսքանն ենք նախատեսել, հանդիպելու ենք վաղը մեր նույն ժամին, առողջ եղեք։